Հասկանում եք, այսօր վերջին զանգն է, վերջին դասը, վերջին օրը վերցրելի և հարազատ դպրոցում։ Ալիսա ջան, մեկ էդ ամեն ինչը շատ լավ գիտեք, ինչ ես գողգում, ինչ որ ուզում ես ասասին ու շախով շուխով կազմակերպեք։ Հովանես, տատակելու ժամանակը դա վերջին զանգն է, բայց մենք դեռ շատ հարցերի պատասխաններ չունենք։ Կյանքի նոր փուլ ենք մտնում, բայց անհանգստացնող շատ դրվագներ կան, որոնց լուծում ուզում ենք այսօր գտնել, բոլորս միասին, իրար օգնելով և ուղղորդելով։ Ես առաջարկում եմ հոգի կանչել։ Հաստատ մեզ ուզող բոլոր հարցերի պատասխանները կստանանք հեշտ ու արագ։ Ես մեդիումն եմ, մեդիումը կանչում եմ պարու Սևակի հոգի։ Երեխեք, ես հեսա մի բան կմտածեմ։ Աշա ջան, խնդրում եմ էլի մտածելուց չլացես։ Հովանես, բրջացիր։ Ընկերներ, առաջարկում եմ դիմել դահլիճի օգնությանը։ Եվ բոլորը մեզ շատ հարազատ են, և կիրթ, խոհեմ, և չափազանց խելացի։ Հաստատ սիրով կօգնեն, ինչ կասեք։ Դա էլ է տարբերակ, բայց դուս կողմից էլ որ նայենք, տարիներ շարունակ մեզ կրթել են, սովորեցրել, ուղղորդել բարի ճանապարհներով։ Հիմա վերջին օրովերին հենց նեղություն տանք, այդպես էլ արդար չի։ Օրինակ, ինչ տարբերակներ ունեք, ընկերներ, խոսեք, խելքի տանք, որ սարեր շուռ տանք, հաղթանակներ տանենք, նվաճումներ հաստատենք, բարին ու ճիշտը թելադրենք աշխարհին։ Հանճարես, ինչ խոսք, ուզվեցի։ Երեխեք, մի խառնվեք, անդարտվեք, ես փայլուն միտք ունեմ։ Ապա, լսելով ձեզ և վերլուծելով իմ սրտի խորքում ծանրացած խնդիրները, եկա այն եզրակացության, որ մենք պետք է հանդիպենք հայոց մեծամեծ արքաներին և թագուհիներին։ Արմյան ճակատում բաճ։ Այդ ինչպես, իրոք հիանալի գաղափար է, պատկերացնում եք, ընկեր Հարությունյանը ոնց կուրախանա, ոնց։ Այո, երկար մտածեցի, բայց միակ սա է, մեր բոլոր հարցերի պատասխանները կարող են տալ միայն նրանք, ովքեր պատմություն են կերտել, դայրով պահել և պահպանել մեր սուրբ հողը, օտարի բնակեցրել, բայց ազգայնությունը չեն կորցրել, և վերջապես, զարկ են տվել մի աստվածային պետության ստեղծման ամրապնդմանը, որի անունն է Հայ ու Հայաստան։ Ինչ խոսք, հիանալի է հնչում, բայց ինչպես եք դա պատկերացնում։ Ես առաջարկում եմ հանդիպել հնի ու նորի սիրո խաչմերուկում, սերը զորեղուշ ունի։ Եթե ուզում ենք այսօրն ու վաղը գեղեցկությամբ և ճշմարտության լսել, ապա միանշանակ պետք է իշխի լուսավոր սերը։ Let's go.
Հայոց մեծամեծ թագավորներին և թագուհիներին հանդիպելը իհարկե հիանալի միտք է, բայց ինչպես կարող ենք դա իրականացնել։ Ժամանակը կարող ենք հետ տալ միայն ժամանակի մեքենայի շնորհիվ։ Մեր դպրոցն այնքան հին ժամանակներից գոյություն ունի, որ ես համոզված եմ, ժամանակի Գտել ենք։ Բայց արդյոք այն աշխատում է։ Իմ կարծիքով կստացվի, ինչին ենք սպասում, եկեք փորձենք։ Չստացվեց, կարող է իրոք չի աշխատում։ Աննա ջան, հագիս, տեսա կպատատան տեսնեղ ոնց է աշխատում։ Էլի չստացվեց։ Իսկ եթե միասին պտտենք, փորձենք։ Պատմությունը ցիրտուն է, որ ուժգի բաբախում է այն ժամանակ, երբ նոր սերունդը անհագիստ է, կասկածներ ունի ապագայի լուսավոր գալիքի նկատմամբ։
Մենք այստեղ ենք, որ կոտրենք կասկածի շղթան, խոսենք մեր ու ձեր վայրի վերումներից, գտնենք կյանքի ճիշտ ուղին ու հանգիստ բաբախով սիրտը։ Ես Արտաշես բարեպաշտս լիահույս եմ, որ մենք մեկ ընտանիք ենք դառնալու, մենք վստահում ենք ձեր, ավելի հնարամիտ, ճկուն ու համարձակ սերնդի այն երկու հաղթանակները։ Դուք այն երջանիկներից եք, որ ծնվել ու ապրում եք ազատ անկախ բարձրացան Հայաստանում։ Եվ շատ քիչ բան է անհրաժեշտ մնացել ստեղծելու կարգավորելու համար։ Ինձ հաճախ են հարցրել, մեծ եմ պապարկը, ինչ կլիներ եթե երկար կառավարենք։ Պատասխանս միանշանակ է եկել, հայր մեջ կավելացնել հայն սիրելու արմատացող պլկտումը, օտարին հարգելու, բայց օտար վերակացու չընդունելու մոլուցքը, խմբովի միասնական գործելու անգնահատելի գեղեցիկ սովորույթը։ Եվ վերջապես, մեկս բոլորի համար է բոլորս մեկի արդարեր ոգի պահպանելու գաղափարը։ Սա այն պատճառն է։ Հզորագույն արքա, Աշոտ մեծ Բագրատ ունի, ձեզ հարց ունեմ, ո՞րն է ամուր պետության հիմնասյունը։ Պետությունը սկսվում է ընտանիքից, նոր ծնվող էակներից։ Եթե ընտանիքը թույլ է, անմիաբան ու եսակենտրոն, ապա այնտեղ ոչինչ երկար պահպանել չի ստացվի։ Սայթակումներն ու կորուստները անխուսափելի կլինեն։ Նույնն էլ պետությունն է, մեծ ընտանիք, մեծ օջախ։ Եթե յուրաքանչյուրս գործենք մեր շահերից, անձնական նկատառումներից, ապա այն երկար ու ապահով պահպանել չի ստացվի։ Մի օր կճեղքվի, փուլ կգա։ Սա է մեր գլխավոր խնդիրը։ Սիրենք մեր ընտանիքները, լույս տանք մեր շեն օջախներին, պահպանենք մեր ազնվազարդ կանանց, դաստիարակենք օրինավոր եւ բարի սերունդ, զարկ տանք մեր պետության հզորացմանը, աշխատենք ու արարենք։ Սա է միակ երգը։ Այստեղ տեղին է հիշել Հրանտ Մաթևոսյանի հետևյալ տողերը։ Հայրենիքները չեն տրվում մեկընդմիշտ, հայրենիքները նվաճվում են ամեն օր, մեկընդմիշտ տրված հայրենիքներ չկան, վատ են այն որդիները, որ հայրերի տան տեղը իրենց տները չեն բարձրացնում, վատ սերունդներ են այն սերունդները, որ իրենց հայրենիքները նորից չեն գտնում։ Ոչ մի ժառանգ, ոչ մի սերունդ, որտեղ եւ ումից սերված լինի, մեկընդմիշտ ապահովագրված չէ փչանալու ժանկից։ Եվ եթե կարծես ապահովագրված է, ավելի լավ հարևանի համար, որ քո հացն ու ջուրը հավիտյան քաղցր գիտի, եւ քեզ ուրեմն շատ գիտի, եւ քո կանանց հարճերը։ Եվ միշտ ամեն լուսաբացի եւ ոսո ամեն մարիամուտի հետ փորձելու է պայսկներիդ ամրությունը։ Yeah.
Լեռների իշխան, լեռներ մեծագործարքար, իսկ կրթությունը որքանով է արժևորվել հնում, կարևոր որ ռազմարվեստի փայլուն տիրապետումն էր միայն, թե ցանկացած բարեկայում կրթությունը հզոր զենք էր։ Երբ հիշում ենք, պետությունը սկսվում է ընտանիքից, աննշանակ պետք է հիշել, որ այդ ընտանիքները լիարժեք ձևավորվում և կրթվում են դպրոցում։ Կրթության դպրոցի հիմնասյունը ուսուցիչներն են, ովքեր աննացորդ նվիրումով, մեծագույն սիրով ու ոգեշնչումով կրթում են ձեզ։ Գնահատեք այն, ինչ ունեք, քանզի գործրածն այլևս գտնել անչափ դժվար է։ Կյանքի որ փուլում է լինել, երբեք չեք զգալու այն ջերմությունն ու սրտացավությունը, ինչը սավառնում է դպրոցում։ Եվ ամենակարևորը, միշտ հիշեք, կրթությունը ծանր հետան է, և հնում, և ներկայում, և ապագայում։ Ճիշտ գնահատեք անխնա սրացող ժամանակը։ Շատ ենք լսել թագուհիների խոհեմության, ազգապահպանության, դժվար պահին ձեռքը ձեռքին մարտերի դուրս գալու, կյանքի ու մահվան պայքար մղելու մասին։ Ինչպես է ձեզ հաջողվել տիկնաստիկին, փառանձեմ թագուհի։ Գիտեք, շատ կարևոր է սա լսել ձեզանից։ Մենք, պատմության սրտում ապրող հայերս, մշտապես մտահոգ ենք նոր սերանի ճակատագրով, երբեմն զարմանում ենք ձյան հեռադարձության գործելուց, կնոջ դերն ու տեղը ճիշտ չկարելու ու կրկնվող սխալներից։ Չէ՞ որ մեր տղամարդկանց բազուկների նուրս տվողը, տան մատուռը վար պահողը, սերկրկշուն վարակողը մենք ենք սիրելի աղջիկներ։ Իրեն չկորցնենք այն արմատները, որոնք դարերով մեզ թև են տվել, կյանքեր պարգևել, հայեցի դարձել և նայրան հայուհուն կերպար արտացոլել։ Իրավամբ, մեր մայրերը չունեն իրենց հավասարը, մեծագույն պատիվ է ծնվել հայ մորից։ Գուցե այս պահին շատ դեպքերում չեն գնահատում նրանց կատարած սխրանքները, բայց ինչպես հաճախ ենք լսում, մինչև չունենանք մեր ժառանգները, չեն կարող հասկանալ մոր սրտի թրթիռը։ Հայ մայրեր, մեր մայրեր, խոնարհվում ենք ձեր առաջ։ Մարմնի ամեն հյուրերով զգում ենք ձեր մշտական ներկայությունը, ջերմագին շունչը, սրբության փափագն ու աննացորդ մեծ սերը։ Հովանես Տիրաս, մորս սրտի հետ աշխարհն եմ չափել, էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին, արև աչքերի լույսն է նա թափել, լուսնյակ դառնալով որդո Զորոսկի։ Եվ հիմա քիչ է, թե աչքերս տան, թե սիրտս հանեմ ու տակ մայրիկից, ախ մայր եկելով ինչպես կշտանամ, մայրս պատկերն է մայր հայրենիքից։ Հանեմ գանձերը հայոց լեռների, շախտան բոլորը մորս ոտքի տակ, ախ էլի քիչ է, ախ քիչ է էլի, շախտան մարգարիտ համայն ծովերի, ծաղիկների հետ մորս ոտքի տակ, ախ էլի քիչ է, ախ քիչ է էլի։ Ցած բերեմ բոլոր բույլերն աշխարհի, զույգ աշկերս հետ ցքեմ ոտքի տակ, մորս ոտքի տակ ախ քիչ էլի, եւ թեկուզ հանեմ իմ սիրտը բարի, գարի պես զոհեմ մորս ոտքի տակ, ախ էլի քիչ է, ախ քիչ է էլի։ Լոք մայրին է այժմ խիշտ հայրենիքիս, տարերի կյանքն է թե տասմայրենիքիս, ասված իմ քիչ է, չէ քիչ է էլի։
Եթե բոլորն օժտված լինեն շնորհակալության զգացումով, այդ վեց զգացումով ապրող մարդ աստվածասեր է եւ բարի, կենսախինդ եւ հուսարան։ Այս մեծ աշխարհում սիրո եւ շնորհակալության պակասն է ծնվում մի շարք աղետներ, իրար հետ հաց կիսելով, բայց առանցին վատաբանել է բերում մի շարք հոգի ու ֆիզիկական հիվանդություններ ու արատներ։ Իրար շփտալով վնասելն է այլասերում մարդկանց։ Սեփական կյանքը դատարկ թողած ուրիշի կյանքով ապրել է լալով ընդհակնում ձեր ուղեղները։ Ապրեք ամեն մի օր ինքը վերջին անգամ։ Սեր բաժանեք եւ կլսվեք հարյուրապատիկ սիրով։ Եղեք շնորհակալ եւ Աստված ձեզ կպարգևատրի բարի պտուղներով։ Эх Երանի անցյալում ապրի, անունս է կլներ սուպեր հովով։ Անցյալում ապրել պետք չէ, պետք է ուժառնել, եւ եթե ունենք թույլ տված խալներ, հետևություններ անել։ Ինչպես ասում են, մեկ անգամից ավել թույլ տված խալիք մեղավորը դու ես։ Սիրտս մի տեսակ խաղաղվեց, բայց եկեք չմոռանանք ինչի ենք հավաքվել։ Իրոք որ ժամանակ չունենք, բայց շնորհակալությունների մեջ շղթա պետք է հյուսենք, գոնե այս պահին մեր խոսքով, բայց հետագայում պարտադիր գործով ապացուցելու սկզբունքով։ Այո, ինչքան հեշտ է կյանքը թվում, երբ պարկեշտ իմաստուն մարդիկ են կողքիդ։ Իրոք որ արժևորել ու մեծարել է պետք, պայքարել ու գտնել է պետք, շատ աշխատել, կրթվել ու արարել է պետք։ Պարույր Սևակ, լավագույն ժպիտ ասվածը, անշուշտ, փակ աչքերովն է, իսկ լավագույն երազանքների բաց աչքերովը, լավագույն երգը, բաց պատուհանից հեռվից լսածն է, լավագույն խոսքը, դրության խորքում, դրին ասածն է։ Լավագույն ազգն այն է, երևի, որ չի կամենում հսկակարծություն, լավագույն հավատն այն է, որ երբեք չի դառնում կրոն, լավագույն դիմակն այն է անկասկած, որը կոչվում է դեմք, լավագույն դերը վատ խաղացվածը։ Լավագույն սերը Իսակ Հովածը, լավագույն տանջվածքն առապածը Վարդն է, լավագույն կապիկն աշխարհում Մարդն է երևի, լավագույն մարդն էլ ներեցեք, ուսուցիչն է։ Մենք ձեզի համար խելագարվինք կը, ույր սերել մեզ կերել չի կրնա, ձեզանով մենք այս աշխարհում ապրինք կը, շատ սիրենք ձեզ, որ կյանքներդ երկրնա։ Եվ դա գլխավոր իր տեղում է, օրսված բարձր պատասխանությամբ ու մեծագույն հարգանքով, ապա այդ ընտանիք նորեցող կծաղկի, կշենանա։ Ամեն ոք գտնի իր երջանկությունը, լույսը, նույնն է դպրոցն է,
Եվ տնօրենը գործում է իր շատ բոլորի, պարված է մարդկային վեհ հատկանիշներով, ունի կառուցողական եւ այլ նպատակային արժանամական, ապա դպրոցը վերածվում է ջերմ ու տաքուկ տան, վայր, որտեղ միախառնում է կրթությունը, ընկերությունն ու սերը։ Դուք հենց այդպիսին եք, հարգարժան Տիկին Հովհաննիսյան, տարիներ ասես ձեր կողքով անեկապ են ասում, պապանելով հոգու եւ մարմնի գեղեցկությունը։ Մեկան բացառեք ստեղներից ենք, որ ձեզ հետ աշխատել ենք թե որպես դասավանդողի, թե որպես փոխտնօրենի եւ թե տնօրենի գործառույթներում։ Վստահաբար ասում եք, բոլոր հավանականքերում դուք անբեկանելի հաղթանակած եք եւ այս բոլորի գլխավերևում մշտապես եղել եք մեզ ավետ ուրկեր, բանոջիչ նկամեցող բարեկամ, կարի կորվա հրաշքին ուղղորդող ուսուցիչ, հոնարվում ենք։ Մի քանի ոսկեկանոններ եւ հիշարժան պահեր, որոնք ուղեկցել են մեզ ողջ ուսումնառության շրջանում։ Երբ որևէ մեկի ծննդյան տարեդարձ է, բոլորս միասին երգում են Happy Birthday երգը։ Անգլերեն խոսելը խրախուսվում է դասի ընթացքում հնարավորինս քիչ հայերեն օգտագործելով։ Դուք մի հայացքով կարող եք հասկացնել, որ children's ասելը գրեթե հանցանք է անգլերեն։ Խմբային աշխատանքները ասում են մեկ այլ յուրահատկությամբ։ Մենք երգել եւ ներկայացրել ենք մեր սիրելի երգերը, ստացել բազմաթիվ տեղեկություններ տարբեր երգերի մասին։ Եվ վերջապես, արդեն այնքան շատ բան գիտենք Մեծ Բրիտանիայի վերաբերյալ, որ վստահորեն կարող են հետաքրքիր փաստերով հարստացնել անգլիականացիների պատկերացումները իրենց իսկ երկրի մասին։ Our dearest Miss Teresa. Անաջան մոտիկ միկրոֆոնը սխալեք բա։ Our dearest Miss Teresa, today and every hour we would like to express our heartfelt gratitude to you for your boundless love and unwavering dedication. Thanks to you, we carry with us a strong foundation of knowledge and we will bring our educated generations back to school. It is our unanimous wish that you remain healthy, live a peaceful and bright everyday life. May you continue to fill our beloved school with your beautiful, inspiring and important presence. I am certain that one day we all, our class 9A and you, will walk through the streets of London. Դպրոցն այն օջախն է, որտեղ սիրվում եւ ընդունում են նրանք, որոնց հետ շատ է։ Տեղին է նշել, փոխտնօրենները չեն դառնում այդ, փոխտնօրենները ծնվում են իրենք։ Սիրելի գերապերեք, որի երախտությամբ եւ այդ սիրով ուզում եք շնորհակալություն հայտնել ձեզ։ Դուք այն նվիրալներից եք, ով ցանկացած պարագայում առաջնորդվում է աշակերտնակենտրոն կարողություններով։ Մշտապես եղել եք մեր կողքին բարի նպատակներով ու նախընտրելով։ Ցանկանում եք այլ երգեր, ոչի ուսել, որ փոխանցում եք յուրաքանչյուրի հազարապատիկ ետ վերադառնալ ձեզ։ Ազգային բարձր որակները, առարկայական յուրահատուկ մոտեցումը, ուսումնական պրոցեսի կազմակերպման բացառիկ հմտությունները կզորովի ավելի են գերեզկացնում եւ նմանեցնում գիտակ ակրբակցության։ Սիրում եք, գնահատում եք, շնորհակալ եք։ Դպրոցական կյանքի խաղաղ առօրյայի, ուսումնական եւ դաստիարակչական, ինտերակտիվ եւ ընկերական շփումների գլխավոր մենաշնորհը ձերն է, սիրելի ընկերղազարան։ Իրականում ամենաբանական հեշտ եւ գեղեցիկ չէ, որքան տեսնում բոլորն արդեն կազմ պատրաստ իրականացրած։ Անչափ շնորհակալ ենք ազնվեր աշխատանքի, ջերմության եւ ընկերության համար։ Ձեր գործն արդար է, կատարած աշխատանքի արդյունքը կայուն ու հստակ։ Շարունակեք նույն մարտական ոգով շնորհացնել հարազատ դպրոցը։ Ուսուցիչ բառը չունի լիարժեք հոմանից։ Իսկ եթե խոսում ենք առաջի ուսուցչի մասին, ապա միաձուլվում է մի ամբողջ աստղաբույր, վարված ովքյան երանդագիտության։
ազնվեր գործելագործող ու չնացող սիրով։ Անսահման երջանիկ եք, որ հենց ձեր սաներն եք, ձեր արդարամիտ սերունդները։ Անսահման շնորհակալ ենք։ Անսահման շնորհակալ ենք, այն ամենի համար ինչ տվել եք մեզ, տվելուց եք խնայել։ Մեր անչափ սիրելի ընկեր Հովհաննիսյան, ուզում ենք շահերով որ կթեք նաև մեր սերունդներին, ձեր թողներին ու ծովներին, որտեղ լինենք ուր էլ որ գնանք, այս լուսնի տակ ուր էլ սավառնենք, մշտապես մենք ձերն ենք, դուք մերը, խոնարհում ենք։ Երկու ընտանիքներ դարձան մեկը, բայց ամեն բան դասավորվեց ջերմությամբ ու միասնականությամբ։ Դա նշանակում է, որ մեր ընտանիքները ճիշտ ուղղությամբ եւ մարդկային բարձր որակներով էին կազմավորվել։ Սիրելի ընկեր Օհանյան, թեպետ ուսումնական գործընթացի որոշակի փուլում բաժանվեցիք, բայց երբեք չդադարեցիք ու չեք դադարի մնալ մեր առաջին ուսուցիչը։ Անչափելի մեծ է ձեր ներդրումը մեր կայացման եւ զարգացման հարցում։ Ուզում ենք միշտ փալեք ու շողակ, կրթեք եւ բարությամբ ուղղորդեք բազում սերունդների։ Սիրում ենք եւ գնահատում։ Թող որ վերածվեն լիաթոք ծիծաղի, գույնզգույն ծաղիկների ու սիրո։ Մաթեմատիկան անզոր է ներկայացնել եւ հաշվարկել այն աշխատանքը, ինչը փոխանցել եք մեզ տարիներ շարունակ։ Մեր սրտերում միշտ կմնաք ինչպես նստապահանջ, այնպես էլ ամենակենսուրախ, դրական ու ոչային կերպարով։ Հարգարժան եք մնացիկային։ Մենք գիտենք, դուք չեք սիրում երկար խոսել, դանդաղել։ Այդ իսկ պատճառով պահպանելով տեմպը, խոստանում ենք կյանքի բոլոր փուլերում գործել մաթեմատիկական շգրտությամբ եւ աքսիոմների ճշմարտությամբ։ Հանդիպենք բարով եւ սիրով։ Դա հոգեվիճակ է, կարգախոս եւ մարտավարություն։ Ուսուցիչների մեջ ազնվական ծագման այլուն է խոսում, քանի միայն նրանք են նկատում աշխարհը յուրովի եւ բացահայտում իրականությունը յուրովի։ Մեծարգո Մարիետա Ռաֆայելովնա, մեր խորին շնորհակալությունը ձեզ։ Երեխտիկի մեծ կազմում է բարևում մեզ ձեր մասին խոսելիս, ձեզ հիշելիս։ Թող որ ձեր նստակից շատ լինի, որ աշխարհն ավելի գեղեցիկ ու նրբանուր դառնա։ Սովորաբար, որպես կանոն, ֆիզիկական օրենքները տարիների ընթացքում բազմիցս ստուգվում եւ հաստատվում են դիտումների, փորձերի միջոցով, ինչև ընդունվում է գիտական հասարակության կողմից։ Բայց այդ տեսակն օրենքները անվեկանալի սիրով ընդունվում են բոլորի կողմից միանշանակ։ Սա եւս մեկ ապացույց, որ ամեն բան ձեր մեջ ճիշտ ու խաղաղ է ապրում։ Սիրելի ընկեր Տիգրանյան, չեք ուզում միայն շնորհակալությամբ սահմանափակվել, այլ ուզում եք, որ տարիներ անց մեզ տեսնելիս ասեք, ապրեք, որ այսչափ շիտակ եք եղել եւ ուսումնական process-ում, եւ մարդկային հարաբերություններում։ Բացահայտենք աշխարհը, շրջենք երկրի երկիր, լողանք ու նավարկենք ծովերում ու օվկիանոսներում, դե իհարկե, մեր սիրելի ընկեր Միքայելյանի հետ, ուսուցիչ, ավագ ընկեր, բարեկամ, որքան է շնորհակալ լինեք միևնույն է ասելիք կլինի, թող որ ձեր օրերը լցվեն խաղաղ օվկիանոսյան շնչով, հավայան կղզիների աստվածային նկարչությամբ եւ արևելացիային կայուն ջերմությամբ, տեսնվենք ուրախ ժպիտներով։
Ասում են, նա իրեն հայրու կերպարը եղել է հենց ինպիսի, ինչպիսի որ դուք եք, մեր ճգնաղագեղ ընկեր Ավչյան։ Ձեր արդարամիտ ու անսասան տեսակը ևս գալիս է ապացուցելու, որ հայ գելը անպարտել է չարի առաջ, դժվարությունների առաջ։ Վստահ ենք, ամեն ինչ ունեք, երջանիկ ապրելու արարելու համար։ Այդ ամենի թողավենալ մեր մեծ սերը, հարգանքը, բարի և ուրախ հիշողությունները, մեր դասակի կերպար սերծիծաղը և ընկերությունը։ Բայց ոնց եք այսքան երջանկությանը դիմանալու։ Ապեք և ներագույներով և բուրավետ ծաղիկներով։ Միայն մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր, պատրաստել համեղ ուտեստներ, ձևավորել սիրունագույն սեղաններ և տիրապետել էթիկայի և էսթետիկայի կարևոր դրույթներին։ Այս ամենը շատ դժվար կլիներ, եթե մեր կողքին չլինեիք դուք, սիրելի ընկեր Արշակունի։ Ձեր խորհուրդ գաղափարներով ոչ միայն լրացրել եք և կրթել մեզ տվյալ ոլորտում, այլև մշտապես արտացոլել եք հայ կնոջ խոհեմ ու նպատակասլաց կերպարը։ Խորին երախտագիտությամբ եք միշտ հիշելու ձեզ և ձեր դասաժամերը։ Տեսնվենք սիրուն առիթներով։ Ազգի պահպանման հիմնասյունը պետականությունն է, լեզուն ու կրոնը։ Բարձր պահենք այս արժեքները, ամուր կարճենք մեր արմատներին։ Պատմությունը ընտրում են նրանք, որոնց մեջ ապրում են հերոսներ, ծնվում են հաղթանակներ։ Սիրելի ընկեր Նիկողոսյան, ազգային եկեղեցու գաղափարախոսության պահպանման շատ էջեր ենք միասին ուսումնասիրել։ Դա մեզ կուրեցի ողջ կյանքում, բայց դրան զուգահեռ մշտապես զգացել ենք ձեր հարազատ վերաբերմունքը, ընդունել բարի խորհուրդներն ու արժանապատվությունը, առաջնորդվենք հույսով, հավատով, սիրով և մկրտությամբ։ Ոսկի խոսքեր, փորձենք առաջնորդվել հենց այս գաղափարով, որքան դա մեզ հաջողվել կյանքը ցույց կտա։ Սիրելի կեսամերեն, դուք մեզ շնորհակալություն գրքում կարևոր տեղ եք զբաղեցնում։ Մեր ուղիները դեպի փոխվեցին, բայց մշտապես կմնաք դուք մեզ սրտերում, որպես իրավացի, պատրաստական և բարի օքի ուշքի կերպարում, գնահատում ենք այն բարձր արժեքները, որ փոխանցվել են մեզ։ Հիմա ուզում ենք շնորհակալություն հայտնել ամենաերիտասարդ, ամենագեղեցիկ, ամենաբոջային, ամենաերորդ հարակի թագուհուն։ Գուշակեցիք։ Այո։ Մերսի էլի, Մարիանա Նոյուրն է։ Ճիշտ է, շատ ենք բարկացել, երբեմն նույնիսկ շատն անցել, բայց ինչպես ասում են, ում շատ են սիրում, նրան ավելի շատ են բարկացնում։ Շնորհակալ ենք մոտիվացիայի, սատարելու և բարին կամենալու համար։
Այսօր ինֆորմացիոն աստված հոսքի ժամանակաշրջանում կարծես թե բոլորս բավարար չափով տեղեկացված են։ Այդուհանդերձ, մեզ մշտապես հետաքրքրել են ձեր պատմողովանդակ դասերը և խորհուրդները։ Սիրելի ընկեր Գրիգորյան, արժանի եք միայն բարձր գնահատանքի և ջերմ խոսքերի, լուսավոր և բեղուն տարիներ ձեր աշխատանքային գործունեության բոլոր փուլերում։ Ամեն օր չենք արժում ուսումնական գործընթացում, բայց առանց իրենց էլ հնարավոր չէ կազմակերպել դպրոցի կրթամշակութային առօրյան։ Օրինակ, ինչպես կսովորենք առանց գրքերի և գրականության։ Հարգարժան անեքնկարները մնա։ Վստահ եմ, գիտեք որքան շատ ենք ձեզ սիրում և արժևորում։ Ուզում ենք ապրենք ինչպես հեքիաթում, քանզի ովքեր գրքային մոտ են կանգնած, իրենք ևս գեղեցիկ հեքիաթի մասնակիցներ են։ Դպրոցի երկներան ծաղիկներն են ուսուցչի օգնականները։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր սիրելի ընկեր Գոհարիկին, ընկեր Աստղիկին, ընկեր Աղավնիին, ընկեր Հրանուշին և իմ հոգու ընկեր Ալփինեին, ընկեր Մայրային և իմ հոգու բարեկամ ընկեր Սյուզին։ Առանց ձեր շատ դժվար կլիներ։ Յուրաքանչյուր տղամարդ պետք է տուն կառուցի, ծառ տնկի և երեխա ունենա։ Կառուցողական հարցերն հմտացել ենք մեր հարազատ պապիկի, սիրելի ուսուցչի, ավագ ընկերոջ և վերջապես հարգարժան Արարատի ընկերամիջների ջանքերով։ Մնաց մնացյալը, ծառ տնկելն ու երեխան։ Մեծագույն սիրով և երախտագիտությամբ մաղթում ենք ձեզ երկար ու առողջ տարիների կյանք և բարեկեցություն։ Առանց երգի ու երաժշտության, առանց մշակույթի և պատմության։ Սիրելի Անահիտա Ալեքսանդրովնա, թող ձեր էներգիան և պատրաստակամությունը անսպառ լինի, որ կարողանաք բոլորիս վարակել բարձրաճաշակ երաժշտության ելևէջներով։ Զինվորականությունը ոգեկեղծվածք է, ռազմական արվեստ, բնավորություն, թող որ աշխարհում զենքերը գործեն միայն խաղաղության դաշինքներ կնքելու համար, ուրախ կրակոցներ արձակելու համար։ Հարգելի ընկեր Ներսեսյան, շնորհակալ եմ ձեր աշխատանքային գործունեության համար։ Ֆիզիկական կուլտուրան բերում է առողջ բանականություն և ճկուն տրամաբանություն։ Հարգելի ընկեր Ասկարյան, հուսով ենք լավ են կատարել մեր առջև դրված խնդիրները։ Հատուկ շնորհակալությունների շղթա ենք փոխանցում իր երդմանն ու կոշմանը հավատարիմ հիասքանչ ընկեր Ասլիկին, ընդունալի լուսավոր և գեղեցկատեմ Փերիներին, ընկեր Մառային և ընկեր Քրիստինեին։ Դպրոցի կառավարության
Դպրոցի կարևորագույն օղակներից են տեխնիկական, տնտեսական և հաշվապահական ոլորտները։ Ընկեր Վահագ, ընկեր Աշոտ և ընկեր Սուսան, շնորհակալ եմ ձեզ։ Վստահ ենք այդպիսի տեխնիկական և տնտեսական զարգացումներ եք առաջ քաշելու, որ դպրոցական կյանքն էլ ավելի բարելավի։ Մեր առօրյայի կարևորագույն մարդիկ են նաև Տիկին Ժաննան և Տիկին Մելանյան։ Շնորհակալ ենք ձեր գործունեության համար, առհասարակ շնորհակալ լինենք միշտ, գնահատենք այն ինչ ունենք և կյանքը կպարգևատրի մեզ հրաշքներով։ Սակայն դուք ձեր խոսքը մոռացաք հիշատակել Արշակունիների դինաստիայի ամենակարևոր կանանցից մեկին, Չքնաղ Աշխեն թագուհուն, դա եզակի Ճիշտ ես, ինչպես ավանների դուստր Աշխեն թագուհին մեծ ավանդ ունի քրիստոնեության տարածման գործում, վարելով առաքինազարդ կյանք, նույնչափ ու էլ ավելի մերօրյա Աշխեն, իրան սահման ու անմնացած սիրով։ Դուք բարության և իմաստության մարմնացում եք եկել մեզ համար։ Ձեր շփիտը ու զրկում ծիծաղը մեր օրերը դպրոցում դարձրել են յուրատուկ։ Դուք մռայլ օրերի մեր լույսն եք եղել, ամենական զարմացել ենք, թե ինչպես եք կարողացել բոլորիս մեջ տեսնել միայն լավը։ Ձեր շնորհիվ մենք մեր աչքի առաջ ունեցել ենք ամենահավատարիմ ավագ ընկերոջ, մայրական հոգատարության, կանացիության և նրբագեղության լավագույն օրինակը։ Շնորհակալ ենք ձեզ, որ անտեսելով բոլոր դժվարությունները, միևնույն է եղել եք մեր կողքին։ Աշխարհի բոլոր բառերն անգամ քիչ են, որպեսզի կարողանանք նկարագրել, թե ինչքան շատ ենք ձեզ սիրում և գնահատում։ Եկեք հիմա որտեղաբար մեր խոնարհումն ու շնորհակալությունը հայտնենք մեր սիրելի դասկակին, ընկեր Հարությունյանին, իր անսահման սիրո և անմնացորդ նվիրումի համար։ Հաղթանակների համար է ծածանվելու։ Թելադրող, ուղղորդող, կազմակերպող, խարիսխաց քամող հայ տեսակն է գերակշռելու։ Ազգերին և ժողովուրդներին ձեռնպատության շատ էջեր ենք նվիրելու, որ սովորեն քաղաքակրթության հիմքերը, ազգային գաղափարախոսության կարևորությունը, ազգային ինքնագիտակցության պահպանման անհրաժեշտությունը։ Տարիներ անց այս բեմում կհանդիպենք մեր սերունդներին, վստահ լինելով, որ մեծացել են արժանի զավակներ, արժանի է սուրբ հողին, որ ահռելի ջերմություն ու անասելի բարի սիրտ ունի։ Ամենամեծ փափագը այն է, որ մեր տների լույսը անշեղ վառ մնա։ Մեր ընտանիքների հիմնությունը երբեք չերերա։ Գլուխը թեք, որ կարոտը ոչ մեկ չմնա։ Երբեք ու երբեք։ Երբ տան դուրը բացվի, ոտնազանից կհասկանանք, մեր հայրերն են տուն մտել։ Մեր մայրին ժպտուն աչքերը ուրախ
փոխանցեն։ Մեր հզոր հայրերն են սիրում պատճառներ ստեղծել։ Երեկոյան տակուկ ընտրիկին հայրական անկիրով խորհուրդներ լսենք եւ մեր վախերը անդադար չքանան, որտեղ հայրական ուժն է գործգտում մեր երակներում։ Մեր խաղաղքնում միշտ դարձ ձեր ուժեղ ներկայությունը։ Մեր սերունդների ոգի շնչեք ձեր սխրանքներով եւ ձեռքբերումներով։ Սիրելի հայրեր, մեր պատիվ ու հպարտություններ։ Խոսքերն անզոր են այն մարդկանց մասին խոսելիս, որոնց մեջ մենք ենք ապրում, որոնց կյանքը միայն իրենցը չէ, առանց իրենց էլ չկա կյանք ու սեր, չկա թև թիկուկ, չկա ուժ նպատակ, եթե լինենք էլ թերի ենք եւ մենակ։ Մեր սիրելի հայրեր, սովորեցրել եւ սովորեցնում եք, ինչպես գտնել կյանքի ճիշտ ուղին, վայրը գնելիս, ինչպես գլուխներս բարձր ոտքի կանգնենք եւ առաջ շարժվենք, ինչպես սիրեք վերածը, բայց երբեք չզլանանք օգնել հարազատներին, Ինչպես ենք սիրելու մեր որդիներին։ Ինչպես ենք սիրելու մեր Տերենալ լինել, աշխարհ գալ նորից, կուզեի ծնվել նույն հորն ու մորից, կուզեի, որ նույն գարնանամուտին լույսի թրթիռը աչքերս բանար։ Արգասներս մեջ նույն թրջունների կապույտ ծիվծիվը կաթեր երդիկից և նույն երկինքը երդիկից կաթեր բահուրից վրա։ Մեզ բաժին հասած պատմությունը հեշտ չի տրվել, բախտն անընդհատ մեզ վայր է գցել, բայց ամեն անգամ նորովի ուժ ենք ստացել, հառնել վսեմ բարձունքների, ճեղքել ենք սատանայի շղթան, դարն անցել, նոր դար է սկսվել, բայց մենք չենք մոռացվել, ապրել ենք, ապրում ենք և պատվով ապրելու ենք հավերժ, մեր սուրբ նախնիներ, հայրեր և եղբայրներ, ձեր սխրանքն արդար է, ձեր անունը մեր շուրթերին, ձեր պատիվը մեզ պահապան, 10 միլիոն հայ ենք մենք ու պիտ շատանան։ Ալեզե
մեր հուշերում։ Այն երջանիկներից ենք, որ կարծես բոլոր ուղղություններով բախներս բերել է, ինչպես ասում են, հաջողակ աստող ծնվածները։ Հրաժեշտները մի շատ տխուր են, չենք ուզում մնալ, բայց մնալով էլ կշեղվենք աղքնած լացող ժամանակի օվկիանում, շատ փորձին ենք հանելու։ Ձեզ թողնում ենք մեր գունագեղ շպիտները, շողացող աչքերը ու անսահման սիրով լսված սրտերը։ Տեսնվենք բարով, կհանդիպենք նորի ու ապագայի, սիրով խաչմերուկում։ Դեռ շատ անգամներ են զուռնադհոլներ հնչելու։ Այսքան բարի, հարազատ մարդկանց շրջապատում։ Շատ բան չեմ ուզում երեխեք ջան ձեզանից։ Ուզում եմ ինչի մասին այսօր խոսեցինք, ձեր կյանքում ուղղակի իրագործեք, իրականացնեք։ Ու կյանքի ոչ մի փուլում կարծում եմ, որ խնդիր չեք ունենալու։ Ավելորդ ասել, ինչքան շատ եմ ձեզ սիրում, երբեմն մոլուցքի վերածված սիրով, բայց նաև հպարտ եմ դրանում։
Ուղղակի ուզում եմ այդ սիրո ուժով կյանքը ձեզ թևեր տա, որ ինչքան էլ թռնեք, էլի տեղ ունենաք ճախրելու։ Սիրում եմ անչափ, միշտ ձեզ հետ եմ։ Հավերժ Հավիդյան։